Աշխարհը գիտի հայոց ցեղասպանության մասին, կամ միայն մեկ ազգ, որը խուսափում է դրա մասին խոսել, դա Թուրքիան է, որի կողմից ցեղասպանության ժխտումը որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումի մասնակից ցեղասպանագետ Բերլինի Թուրո քոլեջի դասախոս դոկտոր Փոլ Լևինը։ Ցեղասպանության ժխտումը պատմաբանի խոսքով ցեղասպանության շարունակությունն է։ Ճշմարտության հերքումը քաղաքական խաղի մի մասն է։ Թուրքիան վախենում է ճշմարտությունից, ցինիկ պատճառաբանություններ է բերում հայոց ցեղասպանությունը հերքելու համար, եւ սա չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, ընդհակառակը, դա վնասում է տարածաշրջանի անվտանգությանը։ Համարձակորեն քննադատելով Թուրքիայի քաղաքականությունը Փոլ Լևինը միաժամանակ բավական տարօրինակ պատասխան տվեց Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին, ասելով, թե առաջին անգամ է լսում Լեռնային Ղարաբաղի առաջնագծում հայ զինվորների եւ մասնավորապես Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցի զինվորների իրականացրած վայրագությունների մասին։ Մեր հարցը հետեւյալն էր. կլինեին արդյոք այդ վայրագությունները, եթե հայոց ցեղասպանությունն այսօր ճանաչված եւ դատապարտված լիներ Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից։ Ես որևէ բան չգիտեմ այդ վայրագությունների մասին։ Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Ենթադրում եմ, որ քննարկումը չէր կարող կանգնեցնել այդ բռնությունը։ Խոսելով հայոց ցեղասպանության մասին, գիտնականը չհամաձայնեց այն մտքի հետ, թե աշխարհը չգիտի հայերի դեմ իրականացված ոճրագործությունների մասին։ Մարդիկ սովորում են նմանատիպ քննարկումներից։ Նրանք գնում են տուն եւ խոսում այն ամենի մասին, ինչ տեսել են։ Նրանք ստեղծում են ցանցեր, որոնք ընդլայնում են քննարկումները։ Ուստի այս օրինակ համաժողովները շատ կարեւոր դեր են խաղում։ Կարծում եմ աշխարհը գիտի հայոց ցեղասպանության մասին։ Կա միայն մեկ ազգ, որը փորձում է չխոսել դրա մասին, բայց ես եւ իմ գործընկերներից շատերը դասավանդում եմ այդ խնդրի մասին։ Մենք ունենք պրոֆեսիոնալ կազմակերպություններ, որոնք խոսում են դրա մասին։ Ինչպես Դեյվիդ Ինգնատիուսն ասաց, ճշմարտության մասին խոսելը շատ կարևոր բան է, եւ քաղաքական գործիչները ի վերջո ականջ են դնում այդ կոչերին։